Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Թոշակառուների միության հասարակական կազմակերպության նախագահ Վռամ Սարգսյանին, նրա հետ խոսելու ենք սոցիալական խնդիրներից, թոշակառուների խնդիրներից, ինչպես նաև ներքին քաղաքական կյանքի անցուդարձից։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հրավեր ստացա կարծիք ԱՄ-ից, քանի որ ժամանակ առ ժամանակ մարդիկ դրսի հարցազրույցներում անդրադառնում են ինձ շատ բարեխիղճ, բարենպաստ ազգի համար աշխատողներ են, այսօր էլ հրավիրվելով ես ստուդիա ուզում եմ բարձրացնեմ թոշակառուների հարցը։ Հարգելի թոշակառուներ, մեզ պետք է միանանք, պայքարենք այս անօրինակությունների դեմ։ Ստուդիային ես ներկայացնեմ, որ սոցիալական վիճակը թոշակառուների ահավոր վատ է, քանի որ վիճակագրական տվյալներով զամբյուղային հաշվարկով մենակ սննդամթերքը կազմում է 42,000, բայց այդ տվյալները 2024 թվականի դեկտեմբերի տվյալներ են, իսկ պատկերացրեք տարի 3 ամիսը արդեն, դեկտեմբեր, հունվար, նոյեմբեր, հունվար, փետրվար, մարտ ամսին ենք մոտենում, մի տարի 3 ամիսա զամբյուղում ոչ մի շարժում չի եղել, այսինքն դեպի բարելավում։ Այսպիսով ասած, այդ 42,000-ն էլ եթե մենք վերցնենք այսօրվա դրությամբ որպես զամբյուղ, սննդային զամբյուղ, թոշակը կազմում է 36,600, փաստորեն 6,000-ի չափ, ով է մեզ փոխհատուցում տալու այդ զամբյուղի համար, բայց այսօրվա դրությամբ հաշվարկներով ես հաշվել եմ, որ այդ զամբյուղը արդեն հասնում է 55,000-ից, քանի որ նայեք, հացը 200 դրամից իրանց հաշվարկած ժամանակից դառել է 240-250 դրամ, միսը ամենաէժան միսը, ոսկորոտ, որ երևի ոսկորը ավելի շատ է, քան ստմիսը, 3400-3500 դրամ։ Նույնը կաթնամթերքը, նույնը մնացած ապրանքները, հարգելի թոշակառուներ, մենք պետք է համախմբվենք, մի անգամ հանդիպենք ինչ-որ քանակի թոշակառուները, որոնք ի վիճակի են իհարկե, էդ էլ ես ձեզ ասեմ, հավաքվենք մի հատ որոշենք, թե ոնց ենք միահամուռ ձևով բողոքում այս աննպաստ մեր վիճակից, քանի որ Հայաստանում շատ կան անապահով թոշակառուներ, անապահով ասածս այն է, որ խոսքի կողքից չունեն օգնողներ, չունեն ոչ մի աջակցություն, դիմում են փարոս, փարոսը մերժում է, դիմում են նպաստը նույնպես մերժում է, այդ թոշակառուները չեն կարում յոլա գնան, երևի շատերին ինչ-որ կերպ, ինչ-որ ձև, կարող է և անհաճոյությամբ հարևաններն են օգնում, բարեկամներն են օգնում, բայց այդ թոշակառուն ինչ մեղք ունի, որ սովետական միության ժամանակին կա աշխատել է, ձեռաբեր է ինչ-որ քանակի ստաժ, այսօրվա դրությամբ չի կարում ապրի։ Հարգելիներս, սենց չի լինի, մենք պետք է դուրս գանք պայքարի, պետք է բողոքենք առողջապահության մինիստրությանը, պետք է բողոքենք սոցիալական նախարարությանը, սոցիալապես մենք շատ ներքև ենք ընկել։ Ես ձեզ իրական բան եմ ասում, քանի որ նայեք, առողջապահությանը կցեցին մեր ապահովագրությունը, որոշ չափով ես առողջապահությունից գոհ եմ, որ մարդիկ զանգում են, նույնիսկ մարդիկ կան զանգում են, շնորհակալություն են հայտնում, մարդիկ զանգում են, ասում են գնում ենք մեր թերապևտի մոտ, խոսքի ինքը ապրում է Արտիկում, ես էսի կոնկրետ օրինակ եմ բերում, ինձ զանգ է եղել Արտիկից, անունը Ցողիկ էր, 70 տարեկանից ավել կին էր, իրան բժշկուհին ասել է, ես ստե քեզ դեղեր չեմ կարող տամ, դու պետք է գնաս Գյումրիից դեղեր ստանաս, պատկերացնում եք, մոտավորապես 40-45 կիլոմետր ճանապարհ այդ կինը կտրեց, գնաց
Գյումրիից դեղերը ստացավ։ Ասում եմ ինչ գնի դեղեր մոտավորապես, եթե վաճառք լիներ, իշքան պետքա տայր, ասեց մոտավորապես 2-3 հազար դրամ։ Ինչ ծախսեցիր գնալ գալու, ասեց մինիմում 1000 դրամ ծախսեցի, որ գնացի եկա։ Սրա լավը որն է, եթե այդ մարդը կարա այդ դեղորայքը արտիկում ստանա, եթե արտիկում չկա, Գյումրիից մեքենայով բերեին, այդ մարդը չասներ Գյումրի ստանար։ Այսպիսի խայտառակ վիճակների բաներ կան, որ շատերը չարաշահում են իրանց պաշտոնը, չեմ իմանում ելնելով ինչից, սկսում են մարդկանց չլել, սենց ասած։ Նույն բանը կատարվում է սոցիալական միջավայրում։ Մարդը գնում է սոցիալբաժին, իր աշխատանքային գրքույկը ներկայացնում է, որ ընդ արկա է կնիքը, քանի որ հունվարի 1-ից կնիքով հաշվարկում են, վերահաշվարկ են կատարում, որ այն ստաժները, որ չի հաշվարկվի, եթե կնիկը արկա է աշխատանքային գրքույկում, ներկայացնում եք աշխատանքային գրքույկը և անձնագիրը, իրանք պարտավոր են հաշվարկ կատարել։ Ինձ զանգահարում են շրջաններից, ասում են կնիքը չի երևում, ասում եմ գործի ընդունման կնիքը երևում է, ասում է հա, գործից որ դուրս եկեք այդ կնիկն է վատ, ասում է հա։ Ուրեմն այդ առաջի կնիքի հիմա վրա իրանք ձեզ պարտավոր են ձեր թոշակը բարձրացնեն, չհաշված ստաժը հաշվեն տան, հասկացեք, մի խեղճացեք, սրանք շատ անառակի զավակներ են, սոցիալբաժիններում նստած են այն մարդիկ, որոնք կարող է այդ ամեն ինչը մանիպուլյացիա անելով ձեզանից գումար են ուզում հասկացնելով, որ տուր քո գործը կանենք, ոչ մի անգամ սադրանքների մի տրվեք, ստիպեք, ասեք ես բերել եմ աշխատանքային գրքույկը տալիս եք ու բան եք անում, հաշվարկում եք, ուղարկում եք կամ վարչություն կամ մինիստրություն, ընդեղից թող ինձ բացասական պատասխան ուղարկեն, այն ժամանակ ես բողոք կներկայացնեմ, բայց դուք իրավունք չունեք դիմումը չվերցնեք կամ ինչ-որ մի բան, հարգելիներս իմ համարն է 091 81 18 19, ես իմ թոշակառուի կողքին եմ։